Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է մոդել Վերա Սաֆարյանը։ Վերան ներկայացրել էր Հայաստանը Միսիս Եվրոպա 2022 գեղեցկության մրցույթում։ Նա Հադրութից էր և 20 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ծառայել էր Արցախի պաշտպանության բանակի շարքերում որպես պայմանագրային զինծառայող։ Ըստ տարածված տեղեկությունների, երիտասարդ մոդելը մահացել է ավտովթարի հետևանքով։ Նա 32 տարեկան էր։ Star News-ը հետևել է Վերա Սաֆարյանի սոցիալական էջերին և մենք ձեզ ներկայացնում ենք այն լուսանկարները, որոնք նա բոլորովին վերջերս հրապարակել էր իր սոցիալական էջերում։ Այժմ աստղային այլ նորություններ։ Դերասանուհի Աննա Մանուչարյանը Միացյալ Նահանգներից հերթական հոլովակն է հրապարակել։ Աննան պատմել է իր մանկության տարիների, մայրիկի և իրենց հարևանուհու կապի մասին։ Ձեզ ենք ներկայացնում այդ տեսանյութը և ոչ միայն։ Եկել եմ ձեզ մի պատմություն պատմեմ։ Ուրեմն, երբ ես փոքր էի, ապրում էի ծնողներիս հետ, մենք ապրում էինք Դավթաշենում 7-րդ հարկում։ 6-րդ հարկում հենց անմիջապես մեր դռան տակ ապրում էր Գոհար Ծեծյան իր ընտանիքի հետ։ Գոհար Ծեծյան եւ մամաս շատ մոտ ընկերուհիներ էին։ Հիմա sense խոսակցական լեզվով ասեմ, որ պատկերացնեք, այն որ պարը ծեծում էին, բարձրանում էր Գոհար Ծեծյան սուրճ խմելու եւ հակառակը մամաս էր իջնում սուրճ խմելու։ Մի խոսքով ամենօրյա ինտենսիվ մոտ հարաբերություններ պահպանող ընկերուհիներ։ Մի անգամ Գոհար Ծեծյանից տանը խնջույք է լինում։ Եվ այնպիսի անուններ են հնչեցնում, որ օրինակ Զալիբեկ, Զարզան, չկրկնվող անուններ, որ մամայիս մեջ ինչ-որ կասկած է առաջանում, որոշումը ճշտի։ Հարցնում է, որ ասում եք Զալիբեկ, Զարզան, ո՞ր Զալիբեկի հետ եք, այսպես արմատներով գնում են, բարձվում է ինչ, որ Գոհար Ծեծյան եւ մամաս երկու տատիկի թոռներ են, այսինքն քույրեր են իրար։ Այսինքն 10 տարվա ընկերությունը, որով այսպես իրան կապված են եղել, ավելի խորքային արմատներ է ունեցել։ Հիմա շարունակեմ։ Ուզում եմ ասել, որ Գոհար Ծեծյան եւ մամաս էսթետ, նորաոճ, այն նորաձևությանը հետևող, առավոտից երեկո Fashion TV նայող, մամասը շատ լավ կարում էր, իհարկե միայն մեզ համար, ես իմ ամբողջ կյանքում մամայից կարած հագուստներն եմ հագել փոքր տարիքից, բայց երբ Մադենաս ծնվեց, մաման այդ ասեղներ, ամեն ինչը դրեց մի կողմ, որպեսզի աղջիկս ավելի ապահով միջավայրում մեծանա եւ դա թրեցրեց կարելը։ Ինչևէ, ուզում ասել այդ ժամանակահատվածը, որ ես հիշում եմ, շատ sense ինչ որ աղջկական ճիշտ վիճակների մեջ է։ Մի խոսքով Գոհար Ծեծյան ունի աղջիկ Մալխասյան Սիլվա։ Ես հիմա վստահ եմ, որ Մալխասյան ազգանունը շատ-շատերին է ծանոթ Մալխասյան կոսմետիկայի բրենդից, որի մասին ես շատ էի լսել, հատկապես Instagram-ի ռիլերով տեսել եմ, որ շատ որակյալ է, բայց երբեք չէի ունեցել, որպեսզի օգտագործեմ։ Սիլվային խնդրել եմ ինձ մի քանի պարագա ուղարկել, կոնսիլեր, տոնային քսուկ, շրթերքներ եւ այլ։ Հիմա դիմահարդարումս Մալխասյանով եմ արել։ Վայ այնքան տպավորված եմ, այնքան որակով, նենց մի տեսակ, սենց շատ հաճ։ Հիմա ինչն է ինձ այս լույսը, Աստված իմ, օպ, շատ լավ է։ Ինչն է ինձ այսքան ոգևորել, որ մենք ունենք հայկական արտադրության այդքան որակյալ դեկորատիվ կոսմետիկայի միջոցներ։ Երեխեք, կոնսիլերը ես օգտագործում եմ լավագույնները, էլի դե Sephora-նույն տարածքում է եւ ես իմաց շատ հասանելի է այն ամեն ինչ ես սիրում եմ։ Բայց ուզում ասել օրինակ ես կոնսիլերից ընդամենը 2 հատ այս կողմ եմ արել ու ինքը այնքան խիտ ու այնքան ճիշտ մի խոսքով շատ տպավորված եմ։ Ուզում եմ հետո անպայման մտես ընթացքը կնկարեմ կտեսնեք։ Սիլվա ջան, հպարտ եմ, որ մենք իրոք sense իմ մանկության ընկերները ամեն մեկը ինչ որ մի հաջողություն գրանցել է իր կյանքում եւ ես այնքան եմ այդ առիթով ուրախանում, այնքան լավ է, որ ես հիշում եմ ոնց ենք մեծացել, ինչ դժվարություններով, ինչ չգիտեմ, հետաքրքիր ճանապարհներ ենք անցել ու այսօր որ նայում եմ մեզ, ասում եմ ապրենք երեխեք։ Երգիչ Արամեի կինը Աննա Թովմասյանն իր սոցիալական էջերում շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել, որտեղ էլ այսօր պատմել այն մասին, որ Փյունիկ ֆուտբոլային ակումբը հավաքույթ է կազմակերպել, որին մասնակցում է նաև իր որդին։ Միջոցառման ընթացքում փոքրիկ ֆուտբոլասերները հնարավորություն են ունեցել նաև հանդիպելու Հենրիխ Մխիթարյանին, իսկ մենք առաջարկում ենք դիտել տեսանյութերը։ Այսօր Փյունիկում միջոցառում է։ Եվ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ։ Մեով բառ ասեմ էլի։ Ասա։ Մուհամեդ Սալամը։
Ինչ։ Խամես սալատ։ Մյով բան ասեց Մարաթը։ Քաղաքի խաղաղության եզրափակչում ներախտած միակ գոլը Վարանցի դարպասը վճռեց խաղի ելքը, իսկ Մխիթարյանն առաջին անգամ դարձավ Հայաստանի գաղափարիչ։ Ամրանը տեղափոխվեց Դոնեցկի Մետալուրգ ու դարձավ ուկրաինական ակումբի առաջատար խաղացողներից մեկը։ 2009 թվականի տարեվերջին Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացված հարցմամբ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հետագա տարիներին նա իր պարգևին արժանացավ ևս 11 անգամ, ինչն անգերազանցելի ցուցանիշ էր։ Մխիթարյանի հաջորդ ելույթները աննկատ չմնացին Դոնեցկի Շախտյորի տեսադաշտից, որը 2010 թվականին 7.5 միլիոն եվրո վճարեց նրա տրանսֆերի համար։ Նա արագորեն ամրապնդվեց հանքափորների հիմնական կազմում և 2010-11 թվականների մրցաշրջանում հենոն Շախտյորի կազմում դարձավ Ուկրաինայի չեմպիոն և գաղափարիչ։ Բլոգեր Նինա Տիտանյանը շարունակում էր սոցիալական էջերում պատմել իր նիհարելու ընթացքի մասին։ Նա այսօր որոշել էր հագուստների դասավորություն անել, որից հետո էլ որոշել էր հագուստները նվիրել կամ էլ վերավաճառել, իսկ տեսանյութերով կիսվել էր ինստագրամյան էջի սթորիս բաժնում։ IS 1, 2, 3, 4 4 չիմադան մեծ չափսի շորերա ու հիմա սարտիրովկա եմ անելու ու ինչ-որ մեկին տամ, պրոստը սաղ մեկին եմ տալու, պետք է հասկանամ ում եմ տալու, հավես չունեմ առանձին նվիրեմ և այլն, ես սաղ սարտիրովկա անեմ ու տամ։ Հակնվել եմ թմբել ժամանակ, պրոստը մեր տարբերություն էլի նայեք, ոչ մեզ են շորտիկներ Պրոստը ցույց եմ տալի էլ ինչեր եմ ունեցել, նայեք ինչ-որ շորտիկներ ու սրանք սաղ Ամերիկայից բերել եմ, Այն համար, որ ամառը նիհարեցի, պրոս իրանց չեմ հասցրել հագնեմ։ Սրանք ոչ շատ լիքը բաներ եմ էլի իրականում, իրոք շատ ստիլի բաներ ունեմ, ես շատ լավ բաներ եմ էլի ինձ առել չաղ ժամանակ, հլնայք ինչ կուպայնիկը, ասենք ես կուպայնիկը, ես մենակ ջինսի շորտիկ, Մի հատ ջինսերից քանակությունը։ Երեխեք, քանի որ շատ լիքն է շորերը ու նոր շորեր էլ կա լիքը ու այնքան լիքը մարդ է գլում, ինձ նվիրեք, ես որոշեցի վсё ճիշտ է ռասպրադաժ անել։ Պրոստը մի հատ ինձ ասեք տարածք, որտեղ ես կկախեմ այդ շորերը, շատ մինիմալ արժեքով կդնեմ, բայց որ արդար լինի։ Կասեմ այսօր այս ժամին եկեք այստեղից ու առեք։ Պրոստը դա չգիտեմ ոնց են անում, մի հատ խնդրեմ, ով որ ռասպրադաժը իր կյանքում արել է, թող ինձ գրի, տարածք որտեղ կարա լինի, ինձ գրեք, ոչ մի խնդրեմ, մի հատ ինձ գրեք։ Եթե դուք ինչ-որ խանութ եք, որը իր տարածքը կտա ինձ 1 օրով, շնորհակալ։ Ոչ մի հատ ինձ գրեք։